գյուղական բնակավայրերում, եթե երիտասարդը չմնաց, գյուղը մեռնելու է։ Ինչքան որ ցավալի է դա։ Հեշտեք պատկերացրու, եթե նորմալ պայման չստեղծեն, քաղաքից դուրս գնա։ Նորմալ պայման պիտի ստեղծես։ Նա այդ հողին կարճած է։ Լավ է, վատ է, դա իր պապենական տունը, իր համար արժեքներ կան։ Եթե ինքը այդ արժեքից կտրվեց, էլ նա հետ չի գա։ Իսկ ուրիշն էլ այդտեղ չի գնա, նա դրա համար արժեք չի։ Նա դրա համար բիզնես կա, կգնա, չկա, չի գնա։ Իսկ հիմա մենք մտածենք, բա երիտասարդին ոնց են ուզում պահել։ Մեխանիկական պահելով չի։ Պայման պետք է ստեղծես։ Այդ երիտասարդը պետք է ցանկանա այնտեղ մնա, աշխարհի հետ ինտեգրվի, իր տեխնիկայով, ամեն ինչով աշխարհի հետ աշխատի, նորմալ կրթություն ստանա, նորմալ ձևով կարողանա, երբ էլ պետք է Երևան էլ գա կամ որևէ քաղաք գնա, որևէ մշակութային օբյեկտ ինչ-որ բան տեսնելու։ Մենք այսօրվա դրությամբ այդ երիտասարդի համար այդ պայմանը ստեղծել ենք, այդ աշխատանքային պայմանը ստեղծել ենք, եւ նաեւ ինչն է խնդիրը։ Նույնը նայենք Երևանում։ Մարդը ապա քաղաքական են, էսի մի կա երիտասարդի, իրաց թվում է թե իրանք արդեն իրանց հետաքրքրություններ ունեն, շատ բաներ իրանք չի հետաքրքրում։ Մենք ունենք անկախության սերունդի երիտասարդներ, որոնք բնագրից կարդում են անգլերեն, նրանք նստում են շատ էժան տոմսերով գնում են եվրոպական երկրներ, գնում են ման են գալի, տեսնում են այդ ազատությունը, այդ բարեկեցությունը, այդ թանգարանները, այդ ամեն ինչը վայելում են, բայց քաղաքականության մեջ չեն մտնում եւ նրանց փոխարեն ընտրություն են կատարում մարդիկ, որոնք ակտիվ ձևով մեկը փողի համար, մեկը իր պատկերացման համար ընտրում է եւ ինքը ապրելով այդ միջավայրում քվեարկում է եւ ինքը մնում է ռուսական միջավայրում։ Ինքը ծնվել է անկախության ժամանակ։ Դրա մեջ երկկողմանի մեղք կա եւ մեծերի եւ երիտասարդների, բայց որպեսզի մեկից մեկից չմեղադրենք, բերեք խնդիրը լուծենք։ Մեծի փորձառությունը կարողանանք համադրենք երիտասարդի մտքի ճկունության հետ։ Մենք ասենք հարգելիներս, այս ինչ որ անում ենք, եթե դու հիմա չնայես մեծի փորձին, դու անընդհատ կգնաս եւ ոտդ քարին կկպնի, որտեղ դու այդ փորձը չունես։ Բայց եթե մենք էլ քեզ չլսենք, մենք միշտ հիմա քարանձավում կապրենք, որտեղ դու պետք է առաջ տանես, թեկուզ սխալվելով։ Այո, մեր կարևորությունը լինի մենք երիտասարդին տանք մեր փորձը, որպեսզի ինքը հեծանիվ չհորինի, արդեն դա հորինած է։ Ժամանակ չծախսի անիմաստ մեր սխալների վրա ու մեր փորձերի վրա։ Բայց եւ միևնույն ժամանակ, եթե ինքը հեծանիվի չընկնի, աշխարհի տակի բոլոր գրքերը կկարդա, նա հեծանիվ քշել չի սովորի։ Այսինքն մենք խնդիրը պետք է այդպես պատկերացնենք։ Մենք մեր սխալներից մաքրված տանք երիտասարդին, բայց անպայման ինքը կատարի իր սխալը։ Եթե ինքը իր սխալը չկար, բայց թանկատին ժամանակը չծախսի մեր սխալների վրա։ Ու այդ դեպքում ինքը լայնորեն ինտեգրված է։ Եթե այսօր վաղվա օրվա նկատմամբ կա տագնապ, ինչպիսին է քուպետությունը, ինչպիսին է աշխարհը, ողքը տեսնում ես ինչա կատարվում։ Ու այդ պարագայում դու քաղաքականացված, չես պարտադիր չի կուսակցականացված ես։ Քաղաքականացված լինես, տեսնես ինչա կատարվում, ինչա սպասվում այս աշխարհում։ Դուք տեսնում եք, որ այսօր այնպես է, որ այս աշխարհում, որտեղ մի բան կատարվի, դա մեզ վերաբերվում է։ Ու դրա համար երիտասարդների հետ կապված դա նպատակային խնդիր է։ Առաջինը մտածես նրա հետաքրքրությունների շրջանակը, այո, մենք նաև պետք է մի բան էլ մտածենք։ Մենք այս վերջի սերունդն ենք, որ անցնենք հաջորդների համար լրի ուրիշ միջավայր է։ Միշտ էլ եղել է սերունդների միջև պայքար բախում, ավակ սերունդի երիտասարդների միշտ մտածել են երիտասարդները այս բանը այսպես չեն հասկանում, եթե որևէ մեկը քննադատում է երիտասարդին, ուրեմն ինքը արդեն ծերացել է։ Ինքը պետք է մտածի մեկը ապագան նրանք են։ Իմաստը ո՞րն է, բայց մենք մտածենք իսկ մենք ինչ ենք անում։ Այո, ժամանակին սերունդը եղել տեխնիկայի այսպիսի հնարավորություն չի եղել։ Երեք սերունդ նստել է նույն հեռուստացույցով նույն հաղորդումն է նայել։ Մեծ իր կյանքի փորձով ասել այ բալիկ ջան, այս բանը սենց է, այս բանը սենց է։ Նա էլ մտածել է եւ լսել է իմացել։ Այսօր տեխնիկայի հնարավորության պայմաններով ամեն մեկի հետաքրքրությունները տարբեր են։ Մեծը գործնականում խորհուրդ չունի տալու։ Դրա համար այդ կոնտակտը վերացել է։ Բայց մենք ինչ խնդիր ունենք։ Եթե մեծը իր կերպարով, իր անձնական որակներով, իր մարդկային ու պրոֆեսիոնալ որակներով օրինակ չլի երիտասարդի համար, կարող է նրա խորհուրդը ոչինչ չարժենա։ Ու շատ դեպքերում այդ խզումը երբ որ առաջանում է, ասում են դե լավ է մենք իրար չենք հասկանում։ Դա հարցի լուծում է։ Եթե դու օբյեկտիվորեն գիտես ինչու չես հասկանում։ Ինչու չես հասկանում, որ դա անես, որպեսզի հասկանաք իրար։ Նրա ապագան ես կառուցելու։ Նրան հայրենիք ես տողում։ Ու պատահական չի որ ընդունված արտահայտությունը հայրենիքը մենք ժառանգություն չենք ստացել մեր նախորդներից, այլ պարտք ենք վերցրել մեր հետնորդներից։ Ինչ ենք հանձնելու եւ ինչ երեսով ենք հանձնելու նրանց։ Եվ այդ անտարբերությունը չի արդարացվում։ Ուրեմն մենք բավարար չափով արժանիք չունենք, որպեսզի նրա մոտ պատկառանք ու հետաքրքրություն առաջացնենք, որպեսզի այդ մարդիկ լսեն եւ հասկանան, որ սա իրանց ճակատագրի, իրանց ապագայի համար են կռիվ տալիս։